երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արմեն Կարլենի Գասպարյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1974 թվականի փետրվարի 3-ին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։ 4 եղբայր էին, ինքը երկրորդն էր, ժիր աշխույժ երեխա էր։ Դեռ փոքրուց էր նրա մեջ խոսում հայրենասիրությունը, քանզի միշտ զենքի հետ գործ ունենալ ու կրակել էր սիրում։ Նաև սիրում էր ֆուտբոլ խաղալ, փոքր տարիքում երազել է ֆուտբոլիստ դառնալ։ Հաճախել է իրենց գյուղի դպրոցը, առաջին դասարան գնացել է 1981 թվականին, եղել է հարվածային, ուսուցիչները շատ էին սիրում նրան։ 1989 թվականին ավարտելով ութամյակը ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկում, սակայն ծայր էր առել արցախյան ազատամարտը, և մեր հերոսը 15 տարեկանից որպես կամավոր անդամակրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին և կռվել Մարտակերտում։ 1990 թվականից Կապանի երկրապահ ջոկատի անդամ էր։ 1991 թվականին Կապանի մեծն Գարեգին Նժդեհ ջոկատի հետ մարտնչել է Կապանի, Գորիսի, ապա Արցախի սահմանամերձ շրջաններում։ Նույն թվականին ջոկատով մեկնել են Արցախ ու մինչև 1992 թվականի մարտ ամիսը մասնակցել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Կիչան գյուղերի ազատագրման մարտերին, հայտնի ազատամարտիկ էր։ Այդ տարիքից մեծացել է արկերի, ականների, փամփուշտների, պայթյունների ու կրակոցների տակ, թրծվել պատերազմական բովում, հասկացել ինչ է պատերազմը, մարդկային կորուստը, հայրենասիրությունն ու հանուն հայրենիքի անսասան լինելը։ 1992 թվականի գարնանամուտին մարտի 15-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ ստացել է բեկորային վնասվածք և վերադարձել Կապան, սակայն նա իր եռուն բնավորության համաձայն տանը երկար մնալ չէր կարող, քանզի հայրենիքն իր կարիքն ուներ, և փոքրիշատե ապաքինվելուց հետո երկրապահ կամավորական ջոկատի հետ մասնակցել է Կապանի սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև Զանգելանի, Կովսական, Ղուբատլուի, Որոտան և Լաչինի Բերձոր ազատագրական մարտերին, իսկ երբ հասել է պարտադիր ժամկետային զինծառայության տարիքը, նա արդեն պատրաստի զինվոր է եղել բանակի համար։ Բանակ զորակոչվել է 1993 թվականին Կապանի էն զորամաս հակաօդային պաշտպանությունում, որտեղ էլ հենց նրանց հետ մասնակցել է մղվող մարտի հակաարևելյան ուղղության հակաօդային պաշտպանությանը։ Զորացրվել է 1994 թվականին, նույն տարում էլ հունվարի 31-ին շարժական խմբի կազմում մասնակցել է ցածր բարձրության վրա թռչող հակառակորդի MiG-19 կոչվող կործանիչ ինքնաթիռի ոչնչացմանը։ Նույն 1994 թվականին ամուսնացել է Մերիի հետ և իրենց համատեղ կյանքում ունեցել են 2 զավակ՝ տղա, աղջիկ։ 1998 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 1992-ից 1994 թվականների մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով, 1999 թվականից 2008 թվականներին մասնակցել է 1999
1999-ից 2008 թվականներին պայմանագրային ծառայության է անցել Կապանի Էնզորամասում, որպես S-60 զենիթահրթիռային մարտկոցի ավագ սպահ և զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2002 թվականին ստացել է ենթասպայի կոչում, նույն տարում նաև պարգևատրվել է Երկրապահ կամավորականների միություն ՀԿ-ի Հայաստանի երկրապահ հուշամեդալով։ 2005 թվականին զինվորական բարձր կարգապահության և պարտականությունների բարեխիղճ կատարման համար նշանակվել է սպայական հաստիքի S-60 զենիթահրթիռային մարտկոցի ռադիոլոկացիոն շարքային համալիրի պետմարտկոցի հրամանատարի տեղակալ, ապա ստացել է լեյտենանտի կոչում։ 2006 թվականին Արցախի կողմից պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ 2007 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 15-ամյակի կրծքանշանով, սակայն առողջական խնդիրների պատճառով նույն տարում էլ զորացրվել է պահեստազոր։ 2009 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետի հրամանով ճանաչվել է որպես զորամասի պատվավոր զինվոր։ 2012 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալով։ 2013 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Վազգեն Սարգսյան և Մայրություն ՀԿ-ի Մայրական երախտագիտություն մեդալներով։ 2014 թվականին պարգևատրվել է Արցախի քաջորդիներին հուշամեդալով։ 2008-ից 2012 թվականներին եղել է Կապան քաղաքի ավագանու անդամ։ 2010-ից 2016 թվականներին աշխատել է Զանգեզուր կենսոլորտային համալիր պոակում։ Այս տարեթվերը խոսում են մեր հերոսի գիտակ, խելացի ու մտքի ջատագով լինելու մասին։ Նա ուներ իրեն վայել մականուն՝ Մակիչ։ Զավակների համար արտակարգայր էր, իհարկե զինվորական կարգապահությամբ։ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսվեցին, Մակիչ անունով մեր հերոսը չէր կարող տանը հանգիստ նստել ու սպասել, քանի որ երկար տարիներ հայոց բանակի ծառայող էր եղել ու գիտակցում էր, որ մեր զինվորներին օգնող ձեռք է պետք։ Եվ ապրիլի 3-ին Կապանի երկրապահ կամավորականների ջոկատի հետ որպես կամավոր մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, մարտնչել է արիաբար ցուցաբերելով քաջություն։ Վաղ հասկացողությունը նրա համար չէր, սակայն ապրիլի 6-ին ժամը 18:30-ին զոհվել է շփման գծի հյուսիս-արևելյան Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից։ Փառք մեր հերոսի հիշատակին, որ թեպետ պահեստազորային սպա էր, բայց սեփական կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Մեր քաջը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, Վազգեն Սարգսյան և Արցախի արիության համար մեդալներով, ապա Պաշտպանության նախարարության զորամասի ցուցակներում գրանցվել է որպես հավերժ զինվոր։ Մեր հերոսի հերոսացին ծնողները, պարոն Կառլենն ու հերոսացին տիկին Լենան, իրենց 4 տղաներին էլ շատ են սիրել, բայց Արմենը կարծես որոշակիորեն առանձնահատուկ է եղել իրենց համար։ Հերոս հայրիկի մասին իր հոգու խոսքն այսպես է արտահայտում աղջիկը. Արինեն. Պա, գիտես, ես էլ գարունը չեմ սիրում։
Գիտես, ես միշտ անհամբեր եմ սպասել գարնան գալուն։ Այն ինձ միշտ ջերմություն է բերել, կյանքի հանդեպ նոր ու մեծ հույսեր, սև, ժպիտներ, բայց այս անգամ գարունը եկավ ու իր հետ տարավ կյանքիս ամենակարևոր բանը։ Եկավ ու ինձնից խլեց ինձ կենսուրախ ուժ ու ժպիտ տվողին, որով ապրում էի, արևի պես տաք ու լուսավոր։ Նա ինձնից խլեց ամենաթանկը, քո ժպիտն ու քեզ, պա։ Էլ գարունը չեմ սիրում, պա։ Հիշում ես, երբ դեռ երեխա էի, հիմա այլևս երեխա չեմ, սխալվեցի, պա։ Երբ ավելի փոքր էի, կուրորեն հավատում էի այն մտքին, որ ինձ արագիլն է բերել։ Ես չգիտեի էլ, որ այդ արագիլը դառնալու է իմ կյանքի հերոսը, իմ միակ անփոխարինելին։ Գիտես, պա, տարօրինակ զգացողություն ունեմ սրտումս, ինչ-որ բան եմ զգում, ուրիշ բան չեմ կարող ասել, տարօրինակ զգացողություն է։ Ուզում եմ երկար խոսենք, պա։ Ուզում եմ պատմել սրտումս կուտակվածը, ուզում եմ միասին հիշենք ամեն ինչ, պա, սիրում եմ քեզ շատ, սիրում եմ հայացքդ, նուրբ ձեռքերդ, միայն քո ներկայությունն ու ժպիտն էր ինձ ուրախացնում, ժպիտ, որ այն գարունը տարավ։ Սիրում եմ քո ջերմությունը, քո շունչը, քո թախծոտ աչքերը, այն աչքերը, որ միշտ փայլել են իմ ճանապարհին ու երբեք չեն թողել հայտնվեմ ստվերում։ Պա, սիրում եմ քո այնքան պարզ ու մաքուր հոգին, որում ամեն ինչից այնքան շատ կար։ Ոնց եմ գնահատում քո հետ անցկացրած ամեն մի ակնթարթը, ոնց եմ կարոտում քո ձայնին, խորհուրդներին, պա, կարոտում եմ քեզ, կարոտում եմ ինչպես ծաղիկը երկար անձրևներին է կարոտում եմ, ուզում եմ փարվել քեզ ինչպես զինվոր որդում կփարվեր 2 տարի երկար սպասած մայրը, երբ նա վերադառնար բանակից, սիրում եմ քեզ ինչպես մարդն է սիրում թթվածինը, և առանց որի չի կարող ապրել, ատում եմ քեզ կարոտ, այս խոսքերից հետո խոսելն ավելորդ է, միայն ավելացնեմ, որ մեր հերոսի անունով հարազատ գյուղի դպրոցում և այն տեխնիկունում, որտեղ նա է սովորել, բացված են նրա անունով դասարաններ, ապա հենց հերոսի տան բակում վեր է խոյանում նրա հիշատակը հավերժացնող հուշաքար և հուշաղբյուր, նույն հուշաքարից և հուշաղբյուրից մինչև Արցախի բռնազավթումը տեղադրված էր և Թալիշում, փառք մեր անձնուրաց քաջի հիշատակին ու խոնարհումս նրան որպես մեծն հերոսի։